Արագ փոփոխվող աշխարհում Սփյուռքի հայ գիտնականների մասնագիտական փորձն ու հնարավորությունները Հայաստանի զարգացմանը ծառայեցնելու համար դեռևս 1983-ին Կալիֆոռնիայում ստեղծվել է Ամերիկայի հայ ճարտարագետներ եւ գիտնականներ կազմակերպությունը։ Նախաձեռնության հեղինակը գիտնական Հակոբ Փանոսյանն է, որն այն ժամանակ ցանկանում էր ձևավորել հայ գիտական մտքի միասնական ցանց։ Հաջորդ քայլն այդ ցանցի գիտական ներուժը Հայաստան տեղափոխելն էր կոնկրետ ծրագրերի միջոցով, ասում է նա։ Այդպես մի քանի գիտնական ընկերներով հիմնել են Արփա ինստիտուտը, որն օրերս նշեց գործունեության 33-ամյակը։ Երբ անկախացավ Հայաստան, մտածեցի, որ հիմա պետք է ավելի մասնագիտական կազմակերպություն ունենանք եւ ըստ այնմ ուրեմն ընկերներու հետ խոսեցանք, կտա տարբեր բնակավարի մարդիկ իրենց ներկայացուցիչ ծրագիրը եւ համամիտ եղան եւ ուրեմն համախմբեցանք եւ սկսանք։ Անգեի վեր անշուշտ վարչությունը հաջողակի անդամները կփոխվին, բայց գործը կշարունակվի։ Մեծամորի վերագործարկումը քննարկելու նպատակով էներգետիկ ոլորտի գիտաժողով, Էրեբունի հիվանդանոցում արյան փոխներարկման եւ հետազոտական կենտրոն, դպրոցներում ծխելու եւ խմելու վնասների մասին դասընթացներ, տնտեսական խնդիրներին ու գիտական առաջընթացին նվիրված հարյուրավոր մասնագիտական քննարկումներ, գիտական տոնավաճառ, Հայաստանի կրթության, առողջապահության, տնտեսության ու էներգետիկայի ոլորտների փորձագիտական խորհրդատվություն։ 33 տարվա աշխատանքի այս շարքում այսօր նոր նախագծեր են։ Վերջին 3 տարվա ընթացքում Տավուշի, Արարատի եւ Գեղարքունիքի 19 գյուղում Արփայի թեմար կրթական ծրագրով դպրոցականները նորարարություն, գիտական մտածողություն ու արհեստական բանականության հետ աշխատելու հմտություններ են սովորում։ Մեր ծրագիրները հիմնականում կատարվում են մարզերում, սահմաններին, այնտեղ որտեղ շատ դժվար է սովորական հասնել, հա։ Եվ կան դպրոցներ, որոնք երեք կողմից շրջապատված են ադրբեջանական գյուղերով։ Եվ այդ երեխաները այդ գյուղերից, ամենահեռու գյուղերից կարողանում են իսկապես ցույց տալ, թե որ իրանք չեն վախենում խնդրել լուծությունից, իրանք կարողանում են իրականում դրանց լուծում տալ եւ կարողանան նորարար լինել եւ չեն վախենում խնդիրների հետ առնչվելուց ընդհանրապես։ Տավուշցի Սերգեյ Կոնջորյանը իր եւ դասընկերների գյուտերի մասին պատմեց Արփա ինստիտուտի աջակիցներին։ Այդ նորարարություններով աշակերտները հաճախ լուծում են առօրյա խնդիրները։ Քանի որ կան դպրոցներ, որտեղ որ չկան միկրոսկոպեր, մենք մտածել ենք այնպիսի նախագիծ, որ դպրոցներում, որտեղ որ երեխաները չունեն, տպեն 3D պրինտերով եւ փորձեն իրենց համար ունենալ իրենց ձեռքով սարքած միկրոսկոպը։ Շատ երեխաներ բացահայտում են իրենց տաղանդը ինժեներության նկատմամբ հենց այս ծրագրերով ու հետաքրքիրը այնա, որ մենք ունենք միջդպրոցական համագործակցություն ու այդ շատ օգնում երեխեքին կապեր հաստատել իրար հետ ու օգնել միմյանց։ Արփա ինստիտուտն իր ծրագրերն իրականացնում է 8000 աջակիցների համատեղ ջանքով։ Ճարտարագիտական համալսարանում 47 ուսանող միջազգային վերապատրաստում է ստանում, հետագայում ամերիկյան խոշոր ընկերությունների հետ աշխատելու հեռանկարով։ Մեկ այլ ծրագրով Ալիխանյան ազգային լաբորատորիայում ստեղծված այսպես կոչված մաքուր սենյակը ժամանակակից զգայուն գիտական հետազոտությունների է ծառայում։ Իսկ 2006-ից անցկացվող երիտասարդ գիտնականների նորարարության ամենամյա մրցույթը հաճախ ճանապարհ է հարթում միջազգային գործակցության ու մեծ նախագծերի համար։ Բայց դա միտքը գտեսնենք ինչպես արդյունք կտան, պայպաղտապա մեծ մասը Հայաստանի մեջ կշարունակվի այդ աշխատանքին եւ Հայաստանի մեջ կձաղի եւ արդյունքներով կհասնի, հա։ Մեզ համար դա շատ կարեւոր է, հեշտ է մատոց համար ուրիշ տեղեր երթալ եւ զարգացնել իրենց գիտելիքները, բայց Հայաստանի մեջ այդ ամենը անելը շատ ավելի կարեւոր է։ Եվ Արփա ինստիտուտը արիթ գուտա որ Հայաստանի մեջ այդ գիտությունը զարգանա, հարաճանա, դա համար կարեւորություն է։ Շատ եմ գնահատում իրանց գործը տարիների ընթացքին, որտեղ վերջի 30 տարից ավելին չար աշխատելը զարգացնելու Հայաստանի երիտասարդների համար առիթներ եւ պարագաներ եւ ուժեղացնել կապերը Ամերիկայի եւ Հայաստանի հետ։ Արփայի հիմնադիր Հակոբ Փանոսյանն ասում է, նոր ծրագրեր են մշակում այլ ոլորտներում նույնպես նորարարական միտքը խթանելու համար։ Հայաստանի պոտենցիալը երիտասարդության մեջ է։ Մենք կփորձենք միայն երիտասարդներու հետ աշխատել, որովհետև շատ առողջ մտածելակերպ ունին, մտքերնին բաց է, պատրաստ են գործակցելու, պատրաստ են աշխատելու եւ ուրեմն ես կտեսնեմ, որ հավական փայլուն գիտիլա։ Հակոբ Փանոսյանը նաեւ Ամերիկայի ավիացիայի եւ տեզերագնացության ինստիտուտի երկարամյա անդամ է։ Վստահ է, որ Հայաստանում պայմաններ կան զարգացնելու ավիատեզերական արդյունաբերությունը։ Հենց այդ ոլորտին է ուղղված լինելու Արփայի հաջորդ ծրագիրը։ Լիլիթ Սեթրակյան, Գարեգին Վարդանյան, Լուրեր, Միացյալ Նահանգներ։